Ազգային ժողովի մեծարգո փոխոսնակ, հարգելի ներողություն մեծարգո նախագահ, հարգելի փոխոսնակներ, սիրելի գործընկերներ, եկավ պահը խոսելու առողջապահության մասին եւ նախ սկզբից բոլորիդ ուզում եմ մաղթել քաջ առողջություն եւ ուզում եմ նաեւ ասել, որ առողջապահությունը զարգացող եւ ուժեղ պետություն ունենալու կարեւորագույն բաղադրիչներից է եւ դրա բանաձևը հետեւյալն է. Որակյալ եւ հասանելի առողջապահություն, առողջ հասարակություն, ինչն էլ նշանակում է աշխատող, ստեղծող, արարող, հարկեր վճարող քաղաքացի, որն էլ բնականաբար իր հերթին ենթադրում է զարգացող տնտեսություն, զարգացող պետություն։ Որակյալ եւ հասանելի առողջապահություն, առողջ հասարակություն, առողջ երիտասարդություն, հզոր բանակ։ Որակյալ եւ հասանելի առողջապահություն, հիվանդացության եւ հաշմանդամության ցածր մակարդակ, նվազ սոցիալական բեռ պետության համար։ Նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը իմ թեկնածությունը առաջադրելու համար եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես Հայաստանի Հանրապետության պետական կառավարումը ստանձնելուց ի վեր մինչ օրս, դա 2018 թվականին էր, հանդիսանում եմ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ինձ իրավունք կվերապահեմ կամ կցանկանամ խոսել առողջապահության մասին, թե ինչպիսին էր այն, երբ որ մենք կառավարումը ստանձնեցինք եւ ինչ արդյունքների ենք հասել այս ընթացքում։ 2018 թվականին մենք ունեինք անհամաչափ զարգացող առողջապահական համակարգ, մարզային ցածր հասանելիությամբ, սարքավորումներով ցածր հագեցվածությամբ եւ մասնագիտական ոչ բավարար մակարդակով, քանի որ մասնագիտական հիմնական ներուժը կենտրոնացած էր մայրաքաղաք Երևանում։ 90-ականներին իրականացվեց առողջապահական համակարգի ապակենտրոնացում, ինչը այդ ժամանակների համար գուցե ճիշտ որոշում էր, սակայն ժամանակը ցույց տվեց, որ մարզպետարանները բավարար ներուժ եւ ֆինանսական միջոցներ չեն ունեցել արդյունավետ կառավարման եւ նորագույն սարքավորումներով հագեցվածություն ապահովելու համար։ Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ համաշխարհային բանկի տվյալների սա ամենակարևորն է, խնդրում եմ ուշադրություն դարձնել, Հայաստանի Հանրապետությունում առողջապահության վրա կատարվող ընթացիկ ծախսերի ավելի քան 80%-ը քաղաքացիները վճարել են սեփական գրպանից եւ սա ընտանիքի համար եղել է հիմնականում աղետալի ծախսեր։ Մարդիկ առողջության հետ կապված խնդիրները լուծելու համար նույնիսկ երբեմն ստիպված են եղել իրենց անշարժ գույքը վաճառել եւ կարծում եմ, որ բոլորս էլ այդ մասին շատ լավ գիտենք։ Ցավալիորեն պիտի նշեմ, որ իր 80% սեփական գրպանից կատարվող ծախսերի ցուցանիշով Հայաստանը գտնվում էր աշխարհի ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրների 5-րդ հորիզոնականում, զիջելով միայն Աֆղանստանին, Բանգլադեշին, Թուրքմենստանին եւ Մյանմարին։ Այս գլոբալ խնդիրները լուծելու համար մենք իրականացրել ենք այս ընթացքում մի շարք բարեփոխումներ։ Մարզային ԲԿ-ները անցան առողջապահության նախարարության ենթակայության տակ, ինչի արդյունքում բարձրացավ կառավարման արդյունավետությունը, պետության կողմից ահռելի ներդրումներ արվեցին, իրականացվեցին եւ շարունակում են իրականացվել նորագույն սարքավորումներով հագեցվածությունը, ինչի արդյունքում էլ բարձրացել է մարզերում բժշկական ծառայությունների հասանելիությունը։ 2021-25 թվականների ընթացքում պետությունը կառուցել կամ վերանորոգել է 21 առողջապահական հիմնարկ, բազմաթիվ ԲԿ-ներ արդեն անցնում են միջազգային ստանդարտավորման գործընթացներով, խոսքս ISO, JCI ստանդարտների մասին է։ Մեր երկրում նաև արկա էր վառ արտահայտված եւ տարեց-տարի խորացող բաշխվածություն բավականին վատ էին բաշխված մեր մասնագետները առողջապահության բնագավառի մարդկային ներուժի ոլորտում արկա բարենպաստ իրավիճակը կանխելու, ավագ եւ միջին բուժաշխատողների պահանջարկը պլանավորելու, ինչպես նաեւ առողջապահական ծառայությունների անընդհատությունը, շարունակականությունը, ծառայությունների հասանելիությունն ապահովելու համար մենք կատարել ենք մի շարք օրենսդրական փոփոխություններ։ Իդեպ սա այն հարցի պատասխանն է, որը քիչ առաջ դուք տալիս էիք կենսագրությունը ներկայացնող իմ գործընկերոջը, ընթացքում ես մի շարք նախագծերի մասին նաև ձեզ կասեմ։ Ինչ արվեց այս ընթացքում, ուրեմն մենք ներդրեցինք մարդկային ներուժի պլանավորման հստակ մեխանիզմներ, որպեսզի մարզային ԲԿ-ները ապահովեն անհրաժեշտ մասնագետներով։
Մասնագետների ժամանակավոր գործուղման համակարգը ներդրվեց։ Ապա մենք հանձնաժողովով նախաձեռնեցինք մի նախագիծ, որի համաձայն պետության միջոցներով բժշկական կրթություն ստացողների հետ առողջապահության նախարարությունը կնքում է համապատասխան պայմանագիր եւ հետագայում ուսումն ավարտելուց հետո այդ մասնագետներին ուղղորդում է այն բկա աշխատելու, որտեղ որ տվյալ մասնագետի կարիքը կա։ Սա իմ ամենասիրելի նախագծերից մեկն է, որի հեղինակը ես եմ։ Ներառականությունն ապահովելու համար օրենսդրությամբ կարգավորեցինք բժշկական ասոցիացիաների գործունեությունը եւ առողջապահության նախարարության հետ համագործակցության շրջանակները, ապահովելով առավելագույն մասնակցություն տարբեր մասնագիտական որոշումների կայացման, պրոտոկոլների ստեղծման եւ ոլորտային քաղաքականության մշակման եւ այլ հարցերում։ Այս նախագծի հեղինակը եւս ես եմ, կամ համահեղինակը։ Դեղերի մասին խոսենք։ Դեղերի շրջանառությունը կանոնակարգող, վերահսկող եւ դեղապահովումը բարելավող մի շարք օրենսդրական փոփոխություններ են իրականացրել այս ընթացքում։ Տեսչական մարմնին տրամադրվել են դեղերի շրջանառությունը վերահսկող մի շարք գործիքներ, մասնավորապես հսկիչ գնում իրականացնելու գործառույթը եւ անօրինական եւ կեղծ դեղերի ոչնչացման գործընթացի նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելը։ Այս նախագծի հեղինակը եւս ես եմ։ 2018 թվականի անվճար եւ արտոնյալ պայմաններում ամբուլատոր պոլիկլինիկական ծառայության կողմից տրամադրվող դեղերի ցանկում ընդգրկված են եղել 312 անվանում դեղորայք, իսկ 2026 թվականին դեղերի ցանկն ընդլայնվել է եւ այժմ կազմում է 446 անվանում դեղորայք։ Հիմնական դեղերի ցանկը, որն ընդգրկում է նաեւ հիվանդանոցային պայմաններում կիրառվող դեղորայքը, կազմում էր 450 անվանում, իսկ այժմ 500-ից ավելի։ Բայց այստեղ ուզում եմ նշել, որ այնքան կարևոր չէ այդ ավելացված դեղերի քանակը, որքան թե ինչ որակի դեղեր են ավելացվել եւ պետական ծրագրերի միջոցով ինչ դեղեր են փոխհատուցվում։ Ցանկում ավելացել են նոր սերնդի, ժամանակակից եւ թանկարժեք քիմիոթերապևտիկ դեղորայք, կենսաբանական դեղեր, իմունոթերապևտիկ դեղեր մոտ 50 անվանում եւ ամենակարևորը հազվադեպ հանդիպող հիվանդությունների բուժման համար նախատեսված շուրջ 15 անվանում դեղորայք, որոնք բավականին թանկարժեք են եւ դժվարամատչելի։ Օրինակ, սուր եւ ենթասուր իշեմիկ ինսուլտի ծրագրում կիրառվող, ցրված սկլերոզի բուժման ժամանակ կիրառվող, կրծքագեղձի ուռուցքի բուժման մեջ կիրառվող թանկարժեք դեղորայք ենք ավելացրել մենք։ Իդեպ սուր եւ ենթասուր իշեմիկ ինսուլտների բուժման ծրագիրը մեկնարկել է 2019 թվականին եւ այս ծրագրի շրջանակներում բուժօգնություն է ստացել շուրջ 4500 բուժառու։ Պետության կողմից 2019-26 թվականներին տրամադրվել է ավելի քան 9 միլիարդ դրամ, ասել է, թե փրկվել է 4500 մարդու կյանք։ Անպտուղ զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման բժշկական օգնության ծառայություններ պետական բյուջեով նախատեսված ծրագիրը մեկնարկել է եւս 2019 թվականին, 2022-ից հետո հատուկ ուշադրություն դարձվեց պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին։ Այդ խմբի համար սահմանվեց ավելի բարձր տարիքային շեմ, կնոջ համար մինչև 42 տարեկան։ 2024-ին ծրագիրը ընդլայնվեց եւ փոփոխություններով տարիքային շեմը 36-ից բարձրացվեց մինչև 40 տարեկան։ Ծրագրի շրջանակներում պետական բյուջեից 2019-25 թվականներին հատկացվել է շուրջ 7 միլիարդ դրամ գումար։ Ֆինանսավորման ծավալը այս ընթացքում մեծացել է ավելի քան 10 անգամ եւ ի ուրախություն պիտի ասեմ, որ այս ծրագրի շրջանակներում ծնվել է 1512 երեխա։ Եվ այսպիսի ծրագրերը շատ են պետության կողմից փոխհատուցվող եւ հաջողություններ գրանցող, բայց չչարաշահելով ժամանակը ուզում եմ անդրադառնալ ամենակարևոր բարեփոխմանը։ Նորանկախ Հայաստանում միշտ փորձ է արվել ներդնել առողջության ապահովագրության համակարգը, բայց տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով այն չի իրականացել։ Իսկ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը գնում էր հենց այդ ուղղությամբ։ 2018 թվականից մինչ ներդրման պահը մենք, այդ թվում եւ հանձնաժողովը եւ այդ թվում եւ ես, ուսումնասիրել ենք բազմաթիվ երկրների փորձ, հասկանալու համար, թե որը կլինի Հայաստանի Հանրապետության համար լավագույն մոդելը։
Իրականացրել ենք բազմաթիվ վերլուծություններ, օրենսդրական դաշտը համապատասխանեցրել ենք ապահովագրության ներդրմանը, կապիտալ ահռելի ծախսեր ենք արել, սարքավորումներով հագեցրել ենք բոլոր կազմակերպությունները եւ 2026 թվականի հունվարից այն արդեն իրականություն է եւ այս ժամանակահատվածում 100 հազարավոր քաղաքացիներ արդեն իսկ օգտվել են այնպիսի ծառայություններից, որոնցից չէին կարող օգտվել ապահովագրության համակարգի բացակայության պայմաններում։ Մենք հաստատակամ ենք շարունակելու ներդրման պրոցեսը, անընդհատ լավարկելու ապահովագրության համակարգը, այն երկարատև պրոցես է, օրինակի համար կարող եմ ասել, որ Հարավային Կորեայում առողջության ապահովագրության համակարգի ամբողջական ներդրումը տևել է շուրջ 12 տարի։ Մեր նպատակն է հասնել առողջապահական ծառայությունների համընդհանուր հասանելիության, միատեսակ ծառայություններից օգտվելու հնարավորության անկախ անձի սոցիալական կարգավիճակից եւ ընտանիքների կողմից բուժօգնության վրա կատարվող ծախսերի հնարավոր նվազեցմանը։ Ինչպես նշեցի ելույթի սկզբում, սեփական գրպանից ծախսերը կազմել են մեր երկրում 80%, ավելի քան 80%, մինչդեռ համաշխարհային միջին ցուցանիշը 17.3% է։ Ապահովագրական համակարգի ներդրումից հետո վիճակագրական տվյալներ այս պահին ես ձեռքի տակ չունեմ, բայց վստահ եմ, որ էականորեն բարելավվել է եւ մենք արդեն աստիճանաբար մոտենում ենք կամ ձգտում ենք եւ առաջիկայում կմոտենանք համաշխարհային միջին ցուցանիշին։ Հարգելի գործընկերներ, առողջապահության հարցերի մշտական անձնաժողովի անդամ եմ եղել ԱԺ 7-րդ եւ 8-րդ գումարման ամբողջ ժամանակահատվածում, ակտիվ մասնակցել եմ հանձնաժողովի բոլոր աշխատանքներին, 7-րդ գումարման ընթացքում հանձնաժողովը քննարկել եւ ամբողջությամբ ընդունել է 91 օրենքների նախագիծ, որից 9 իմ հեղինակությամբ։ 8-րդ գումարման ազգային ժողովի ընթացքում հանձնաժողովը քննարկել է 86 օրենսդրական նախագիծ, որից 19 իմ հեղինակությամբ։ Նաև այս ընթացքում չմոռանամ ասել, որ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի եւ Եվրոպական խորհրդի հետ սերտ համագործակցության արդյունքում, փոխայցելությունների բազմաթիվ մասնագիտական քննարկումների արդյունքում մենք նաև վավերացրեցինք կենսաբանության եւ բժշկության Մարդու իրավունքների եւ կենսաբժշկության մասին կոնվենցիան, որը հայտնի է Օվիեդոյի կոնվենցիա անվամամբ, եւ այն ոլորտում միակ միջազգային կոնվենցիան է։ Եվ այս իմաստով էլի օրենսդրական դաշտը համապատասխանեցրեցինք միջազգային չափանիշներին, իհարկե դեռ բազմաթիվ անելիքներ կա, եւ ես ընտրվելու դեպքում իհարկե հուսով եմ, որ մենք միասին կհամագործակցենք, միասին վեր կհանենք այն բոլոր խնդիրները, որոնք համակարգում կան, հատկապես ապահովագրության համակարգում իհարկե խնդիրներ կան, առաջացող կամ բացահայտվող խնդիրները մենք հնդածս լուծում ենք, եւ այս դեպքում շատ կարեւոր է կոմունիկացիան ժողովրդի հետ եւ նաեւ վստահ եմ, որ դուք էլ ունեք այդ բոլոր բողոքները, որոնք կարող եք հավաքագրել, մենք բոլորս միասին վերլուծենք այդ բողոքները, գտնենք լուծումներ եւ իհարկե նաեւ համագործակցենք։ Թերևս այսքանը չչարաշահեմ ձեր համբերությունը եւ եթե հարցեր կլինեն, սիրով կպատասխանեմ։ Շնորհակալություն։ Եվ առողջ եղեք։